Այսօր պետք է քննարկենք փոխկախյալ հարաբերությունները։ Այդ բառը արդեն իդեալական նկարագրում է ինչի մասին են այս հարաբերությունները։ Փոխկախյալ հարաբերությունները բնորոշ է բոլոր ասպարեզներում։ Ի տարբերություն նարցիստիկ հարաբերություններին, փոխկախյալ հարաբերություններում չկա abuse, ինքն իրենց ենթադրում է հավասարը հավասարի հետ հարաբերությունների մեջ մտնել։ Եթե տարաձայնություններն ու վեճերը առողջ հարաբերություններում ինչ որ ժամանակ առ ժամանակ են, փոխկախյալ հարաբերություններում դա մի հատ փակ ցիկլ է։ Միշտ կա փրկող, միշտ կա զոհ ու միշտ կա ագրեսիա։ Այստեղ շատ հավեսով այդ դերերը փոխվում են։ Սա տարիների մասին է խոսքը։ Տարիների process-ի մեջ դու ուղղակի կորցնում ես գիտակցումը, որ վերջացնելու ժամանակն է։ Այդ երջանկության ու որ ամեն ինչը լավ է, զգացողությունը չկա, բայց առանց իրար էլ չեն կարողանում։ Հնարավոր չի իսկապես երջանիկ ապրել այն պարադիգմում, երբ դուք այդ փոխկախյալ վիճակի մեջ եք, անկախ նրանից ում հետ եք։ Հարաբերությունները ընդհանրապես հետևանք են ձեր անձի կառուցվածքի։ Դրա համար մարդիկ տարիներով գտնվում են ինչ որ թերապևտիկ process-ի մեջ։ Мы им любим практикуем. Բարև ձեզ սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասեր, գեղեցիկ համայնք։ Մենք կրկին շողշողում ենք ձեր գարնանային առօրյայում, լցնում ենք մի փոքր ավելին ձեր գարնանային գեղեցիկ առօրյան ու այսօր քննարկելու ենք մի թեմա, որը կարծում եմ մեր վերջին 2.5 տարվա գործունեության ընթացքում եղել է ամենացավալին ըստ հարց ու պատասխանների, ըստ հայտերի եւ այլն, բայց նախքան մեր թեմային անդրադառնալը, ինչպես գիտեք, մենք ունենք մի շարք արարողություններ, որոնցից թերևս ամենակարևորը այս պահին հասկանալ, որքանով եք դուք մեզ սիրում։ Եվ այս մանիպուլյացիոն տեքստի արդյունքում մենք հույս ունենք, որ դուք բոլորը դառնաք մեր Patreon-ը։ Ну լավ, բոլորը չէ, բայց այն մարդիկ, օրինակ, ովքեր կուզեն միանալ մեր Patreon-ին, մի որոշ մի բանով մեզ օգնեն, մենք անչափ շնորհակալ կլինենք ձեզ եւ արդեն շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր դարձել են մեր Patreon-ը։ Բացի մեր Patreon-ներից մենք նաև շատ շնորհակալ ենք մեր սուպեր գործընկերոջ, հետո կան սուպերմեններ ու կան սուպեր գործընկերներ։ EasyPay-ը հենց այդպիսի գործընկեր է, ոչ միայն մեզ համար, այլ նաև այն բոլոր մարդկանց համար, ովքեր մոտ ապագայում մասնակցելու են ֆինանսական գրագիտություն դասընթացին, որը ֆինանսավորվում է EasyPay-ի կողմից եւ կազմակերպվում է Armenian Code Academy եւ տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի կողմից։ Դասընթացի նպատակը կարծում եմ ֆինանսական գրագիտությունն արդեն ամեն ինչ ասում է, տիրապետել գործիքակազմին, ստանալ են բոլոր հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի չափահասացուն մարդ իրեն անվանի ֆինանսապես գրագետ, որպեսզի ես հանկարծ որևէ դեզինֆորմացիա չփոխանցեմ, ես կթողեմ նկարագիրը, մենք կթողենք նկարագիրը հղման տեսքով հաղորդման նկարագրում թողի նկարագիրը Արենը կթողի հղման տեսքով ինֆորմացիան նկարագրում եւ կարող եք մտնել ծանոթանալ, գրանցվել, որովհետեւ չկա ավելի կարեւոր բան գումար աշխատող մարդու համար, քան այդ ֆինանսական, եթե փողը ձերն է, պետք է ունենաք այդ ֆինանսական գրագիտությունը։ Մի խոսքով, երկար-բարակ բան չանեմ։ Ինչպես նաեւ հիշեցնենք, որ մեզ կարող եք հետեւել բոլոր աուդիո հարթակներում, եթե ինչ որ անհասկանալի պատճառներով իսկապես անհասկանալի պատճառներով դիտել այս գեղեցիկ պատկերը, կարող եք գոնե թե լսեք այս գեղեցիկ մտքերը բոլոր աուդիո հարթակներում։ Եվ մի հատ մունատ կամ ստանդարտ։ Խի չեք բաժանորդագրվում։ Շարունակի։ Եվ վերջում ունենալու ենք խաղարկություն մեր գործընկերոջ կողմից, այնպես որ հետևեք մեզ մինչև վերջ։ Այո։ Ինչ ենք այսօր քննարկելու։ Դու ասացիր, որ ամենապահանջված եւ ամենամեծ արձագանքներ ստացած թեման, ես թեմաներից մեկը։ Հա, ես ուզում եի ասել երկրորդը, իհարկե նարցիսներից հետո։ Հա, նարցիսները ոչ մեկին իրանց պարտաճանաչ տեղը չեն զիջում, բայց այնուամենայնիվ բարդ հարաբերությունների կոնտեքստում արդար չի քննարկել միայն նարցիսներին, եւ այսօր պետք է քննարկենք փոխկախյալ հարաբերությունները։
Ինչպես բաց նամակի հաղորդաշարի ընթացքում մի փոքր կարճ քննարկում այդ թեմայի շուրջ ունեցել ենք, սեղանի շուրջ մեկ մարդ կա, ով մեկ միավոր անձնավորություն մարդ կա, ով մասնագիտացված նարցիստիկ մարդկանց հետ հարաբերությունների մեջ, ես հարգում սիրում ընդունում փոխկախյալ հարաբերությունները։ Умеем, любим, практикуем։ Ну, այն տեսանկյունից, որ հասկանում եմ ինչի մասին եմ խոսում գոնե թե։ Ինչն է կարևոր նշել փոխկախյալ հարաբերությունների մասին։ Այստեղ ուզում եմ շատ հստակեցնենք, որ առհասարակ փոխկախյալ հարաբերություն ասվածը որևէ կերպ չի վերաբերվում միայն ռոմանտիկ հարաբերություններին։ Եվ մեր ոչ այնքան անհամեստ փորձը կյանքի եւ սոցիումի հետ առնչության մասշտաբները, այսպես ասած, մեզ երկուսիս էլ հանգեցրել այն մտքին, որ Հայաստանում այդ փոխկախյալ հարաբերությունները մասնավորապես փրկչի դերի մեջ մտնելը, հիմա կմանրամասնենք, չնայած կարծում եմ մեր աուդիտորիան ամեն դեպքում տեղյակ է քիչ թե շատ, այդ փրկչի դերը վերցնելը շատ հատուկ ու բնորոշ է բոլոր ասպարեզներում։ Կլինի դա գործնական հարաբերություններ, կլինի ծնող երեխա հարաբերություն, կլինի քույր-եղբայր հարաբերություն, ընկերների հարաբերություններ եւ դե բնականաբար արդեն ռոմանտիկ եւ անձնական հարաբերությունները։ Գիտես, շատ ճիշտ ես ու իրականում մենք միշտ որ քննարկում ենք նույն խնդիրները անձի ինչի այնքա հայտնվում օրինակ նարցիստիկ հարաբերություններում, հա, ես այստեղ մի հատ sense բան փոքրիկ աստղիկով նշում կուզենամ անեմ, հա։ Եթե անձը ելնելով իր ինչ որ process-ներից ու խնդիրներից, հա, օրինակ ընդունակ է հայտնվել նարցիստիկ հարաբերություններ, ինքը այդ նարցիստիկ հարաբերություններում ընդունակ է հայտնվել եւ ընկերուհու հետ, եւ ծնողի հետ։ Նույնը վերաբերում է փոխկախյալին։ Եթե ձեր ներսի process-ները այնպես են ընթանում, ձեր անձի կառուցվածքը այնպեսին է, որ դուք ի վիճակի եք հայտնվեք փոխկախյալ հարաբերություններում, դուք այդ փոխկախյալության մեջ ամենայն հավանականությամբ sense մեծ ամեն դեպքում բան ունեք, հավանականություն ունեք հայտնվել ամեն հարցում փոխկախյալության մեջ։ Դրա համար մենք միշտ նշում ենք ու ես էլի եմ ուզում նշել, որ հարաբերությունները ընդհանրապես հետևանք են ձեր անձի կառուցվածքի։ Խնդիրը պետք է լուծել ոչ թե հարաբերություններում, այլ ձեր անձի կառուցվածքի հետ։ Ինչ վերաբերում է փոխկախյալությանը, ինձ թվում է էլի շատ կարևոր է նշել, որ ի տարբերություն նարցիստիկ հարաբերություններին, փոխկախյալ հարաբերություններում չկա abuse ոչ մի տեսակի, թե հոգեբանական, թե ֆիզիկական, որովհետև ինքն իրենց ենթադրում է բառը արդեն ամեն ինչ ասում է, հա, փոխկախյալություն։ Ինքն իրենց ենթադրում է հավասարը հավասարի հետ հարաբերությունների մեջ մտնել։ Եթե նարցիստիկ հարաբերություններում կա ակնհայտ ինչ որ մեկը, ով ավելի վեհ է, ավելի լավն է, ամենալավն է, միակ լավն է ու հարաբերությունները առհասարակ ծառայում են իր պահանջներին ու իրեն, փոխկախյալ հարաբերություններում դերերը փոխվում են։ Այսինքն банка կներես ընդհատեմ, ну, киса анекдот, որ ասում է, ты знаешь, я был на митинге анонимных нарциссов, ասում եմ, я был там самым красивым։ Կարճ նարցիստ։ Այո, շատ տիպիկ էր։ Ուզում ասեմ, եթե դուք մտածում եք, որ նկատում եք, որ դուք գտնվում եք abusive հարաբերություններում, այն ամեն ինչ որ քննարկել են gaslight-ը, արժեզրկումը, նվաստացումը, ու դա ուզում եք անվանեք, որ փոխկախյալությունը, ինքներդ ձեզ ասելով, որ դե ինքն էլ է ինձնից կախված չէ, մեր մոտ ամեն դեպքում փոխկախյալությունն է, չէ։ Sorry, but նորից նշեմ, որ փոխկախյալությունը այն հարաբերություններում է, որտեղ ամեն դեպքում հավասարը հավասարի հետ է։ Հոգեբանորեն հավասար, հա։ Ինչն է այս հարաբերություններում դժվար, որ ոչ առանց իրար են այդ մարդիկ կարողանում, ոչ միասին։ Ոչ մի։ Ну, առհասարակ այդ հարաբերություններում դժվար է իրանց իդենտիֆիկացնել։ Ինձ թվում է, որ այդտեղ ինչ որ խնդիր կա հարաբերություններում, որովհետև այդ մոդելը ավելի նման է դե բոլորի կյանքում էլ լինում է սկզբունքին, հա, որովհետև իսկապես ամեն վեճ չի, որ բռնությունն է, ամեն վեճ չի, որ խնդիր է, այստեղ հանկարծ տպավորություն չստեղծվի, հա, որ մենք
նստել ենք իդեալականությունից ենք խոսում, որ հարաբերություններում քննարկելու ենք մենք, հա, միանշանակ, բայց չէ, հարաբերություններում կան տարաձայնություններ, բոլոր հարաբերություններում կան կոնֆլիկտներ, կան վեճեր, իդեալական մարդիկ չկան, շատ էական է ինչ ենք անում այդ վեճից, կոնֆլիկտից, հարաբերությունից հետո եւ ինչպես ենք մենք ինքնադրսևորվում ընթացքում եւ հետո։ Բայց այստեղ կա sense մի հատ փոքրիկ գիծ, որ եթե տարաձայնություններն ու վեճերը առողջ հարաբերություններում ինչ որ ժամանակ առ ժամանակ են, ապա փոխկախյալ հարաբերություններում այդ եռանկյունին, որից հիմա կխոսենք, ինքը sense ցիկլային փոխվում է ու արանքն ընդմիջում չկա։ Արդյունքում այն պարագայում, երբ մենք հայտնվում ենք ինչ-որ զոհի եւ բանի կարգավիճակում, փրկչի մեզ թվում է դա ստաբիլ հատվածն է, երբ ագրեսոր ենք, մեզ թվում է դա ինչ-որ հենց այդ վայրի վերումն է, բայց իրականում դա մի հատ փակ ցիկլ է։ Այս կետից այն կետը, այն կետից այս կետը եւ հետադարձ այն առաջին նախնական կետին։ Հիմա որ եռանկյունու մասին ենք մենք խոսում, մինչև եռանկյունուն հասնելը ես կուզեմ մի քիչ ավելի մանրամասն այդ process-ը նկարագրեմ հարաբերությունների ներսում, որ կատարվում է։ Նախ հարաբերությունների ներսում գտնվող մարդիկ ամենայն հավանականությամբ գիտակցում են, որ հարաբերությունների ներսում լավ չի։ Այնտեղ արդեն ով իրան ինչ է համոզում, հարցի մյուս կողմն է, որ դե մերն էլ սենց է, փոխկախյալ հարաբերությունները իրականում երբեք 6 ամսվա կամ մի տարվա մասին չի։ Սա տարիների մասին է խոսքը, ընդ որում դուք այստեղ կարող եք բաժանվել, նորից միանալ, բաժանվել, գնալ ուրիշ հարաբերություններ, սկսել վերադառնալ, մտածել չէ նրա նմանը չկար, ուրիշ հարաբերություններում մտածել անդադ չէ մեկը, այն հարաբերությունների նման իդեալականը չկար, սա անվերջ process է, տարիների process է։ Տարիների process-ի մեջ դու ուղղակի կորցնում ես գիտակցումը, որ վերջ հասնելու ժամանակն է, այո, որովհետև դա նորմա է դառնում։ Բնականաբար այնտեղ էլ այդ էմոցիոնալ ճոճանակներն են, այն էմոցիոնալ վայրիվերումներն են, որոնք որ ուրիշ հարաբերություններում չկան։ Լիքնա իդեալիզացիան միմյանց, որ այդ զուգընկերոջը թվում է, որ դու ես ամենաիդեալականը իր համար, քեզ թվում է, որ ինքն է ամենաիդեալականը, իրական ստեղ երկուսն էլ իրանց հարցերն են լուծում, հա, կախված նրանից ամեն մեկը ինչի համար այդ հարաբերությունների մեջ մտել, բայց միանշանակ դիմացինի օգնությամբ դու ուղղակի լուծում ես քո ներքին խնդիրները։ Կլինի դա ինքնագնահատականը, կլինի դա ինչ-որ սիրված լինելու զգացողությունը, կլինի դա միակը լինելու զգացողությունը, որտեղ այդ հարաբերություններում, որտեղ անդադ վերադառնում են քո մոտ, կամ դու գիտես, որ դու վերադառնաս կոպիտ ասած մի քիչ բզբզած տեղը կընկնի ամեն ինչը, դա միանշանակ շատ մեծ վալիդացիա է տալիս, որ դե միակը ես եմ, մեկը, ինձնից այն կողմ չկա, հա, ուստեղ ամեն մեկը իր խաղն է խաղում, ես այդ սիրում եմ անվանել, ամեն մեկի գլխում իր մուլտիկն է, ու իր մուլտիկի հետևից է ինքը գնում այդ հարաբերությունների մեջ, այնպես որ եթե դուք գտնում եք, որ դուք նման հարաբերություններում եք, հասկացեք ինչ պահանջ եք դուք լրացնում այնտեղ, ինչա այդ պարտները ձեզ տալիս, որ դուք մտածում եք, որ առանց դրա դուք չեք կարող կամ ուրիշի մեջ դա չեք կարող գտնել, ես իմ կարծիքը ասեմ, սա հիմնականում ամենայն հավանականությամբ լինելու է ինչ որ ծնողական հարաբերությունների պրոյեկցիա, ծնողական վերաբերմունքի պրոյեկցիա այդ հարաբերություններում, ինչ որ sense որտեղ այնտեղ sense լավ հավեսով ծնողական դեր կարող ես էլի գտնես այդ sense քեզ անդադ ընդունող կամ քո առաջ ինչ որ բաներ, ոնց ասեմ, դու այդքան էլի մենք հստակ հասկանում ենք, որ մեր մոտ ամեն ինչը չի լավ, բայց ոչինչ դու ինձ sense ես պետք, հա, ինչ որ ինքը մեկը անշահախնդրության մասին է, որ դու ինչ որ մի տեղ կա, որտեղ միշտ կարող ես վերադառնաս, այնտեղ զգացողություն կա, որ ամբողջ աշխարհը մի կողմ, դու մի կողմ, դա շատ հաճախ ասվում է, որ դե մեկը դու ուրիշ ես, մեկը քո հետ ուրիշ է, այդ նաև ասվում է այն ժամանակ, կարծում եմ, երբ մի կողմը ու չեմ ուզում ընդհանրացնել ասել միանշանակ դենսա, բայց հիմնականում տղամարդիկ ինչ որ դավաճանում են կողքից հարաբերություններ ունեն ինչ-որ ֆլիրտեր բաներ ու հետ են գալիս ասում են դե դու ուրիշ ես։ Դե իրանք լուրջ չեն, դե քո հետ մեր մոտ լրիվ ուրիշ է, ամեն բան ուրիշ է, դու այտենց ամբողջ աշխարհը մի կողմ, ես այնտեղ կարող եմ ինչ-որ տվայտվեմ, բայց ես մեկը հետ եմ գալու քո մոտ։ Հարցը գիտես ինչի մեջ է, որ փոխկախյալի մեջ դա անկեղծ է։ Ինքը իրոք հետ է գալիս ու չի խափում։ Ինչա՞ որը։ Ու ինքը գնում է իրոք գիտակցելով որ ինչ որ
ժամանակն է գնալու, գնում ի սրտե ուրիշ հարաբերություններ է փորձում, ելի եմ ասում, ես գիտեմ ինչ եմ ասում, որովհետև այդ մենակ տղամարդուն չի իրականում վերաբերվում, կինն էլ է գնում այն մտկով, առաջի դեմքից էլ կարող եմ ասեմ, այն մտկով, որ ինչ որ ուրիշ հարաբերություններ կարող են ստեղծվել, բայց չի ստեղծվում, որովհետև միևնույնն է դու ունես ինչ որ մի հատ իդեալ, որը որ անհաղթելի է քո համար անհասփարքի ճամփա է ու դու ի սրտե ես վերադառնում դու ոչ թե դա մանիպուլյացիա չի ամենագլխավորը հենց այդ այս հարաբերություններում են որ տոքսիկությունը ստեղ շատ քիչ է ստեղ միգուցե շատ է հիվանդագին կապվածությունը հոգեբանական խնդիրների highlight լինելը թարգմանելու ես Չէ հոգեբանական խնդիրների երևալը բայց տոքսիկություն սուտ մանիպուլյացիա շատ քիչ է սա իրոք այն նրա մասին է որ ինչ պատճառներով մարդիկ ինչ որ սցեպկայի մեջ են իրար հետ մտնում բանալին կողպեքի պես այդ սցեպկայի մեջ հարաբերությունները որպես այդպեսին չեն աշխատում, կան ինչ որ խնդիրներ, հա իրար լավ չեն հասկանում, մեկը զգում են որ այն չի, մեկը այդ երջանկության ու որ ամեն ինչը լավ է, զգացողությունը չկա, բայց առանց իրար էլ չեն կարողանում, որովհետև ամեն անգամ երբ որ բաժանվում են, հայտնվում են իրականության մեջ, որտեղ այն ինչ որ այդ հարաբերություններն էր տալիս իրանց չկա, այդ ճոճանակները, հա, այդ դատարկությանը, չգիտեմ, օրինակ այն մարդը որ քեզ վալիդացնում էր, չկա, այն մարդը որ քեզ աննկարագրելի հավատում էր, չգիտեմ, օգնում էր, կարեկցում էր այդ մարդը չկա, քո լավագույն ընկերը չկա, հա, միգուցե որովհետև շատ հաճախ նման հարաբերությունները առաջանում են շատ լավ ընկերների մեջ, ովքեր կարող էին գուցե լինեին շատ լավ ընկերներ, բայց ամենձև այդ հարաբերությունները ուզում են դասավոր են դարձնեն ոչ ընկերական, բնականաբար ինքը չի ստացվում, բայց իրարից հրաժարվելն էլ է խնդիր որովհետև եթե ես քեզնից հրաժարվեցի, դու գնալու ես ինչ-որ ուրիշ կյանքի մեջ, ես չեմ ուզում բաց թողնեմ քեզ ուրիշ կյանքի մեջ Այստեղ իրականում այդ տերմինը, ընդ որում սա տերմինը, փոխկախյալությունը, այդ բառը արդեն իդեալական նկարագրում է ինչի մասին են այս հարաբերությունները, երբ որ մարդիկ իրարից աննկարագրելի կախված են, իրար վալիդացիայից, այդ գիտես նաև ինչ էլ է այդտեղ լինում, երբ որ դու ինչ որ կյանք ես ապրում, գուցեև արդեն բաժանված այդ հարաբերություններից, հա, այդ այն շրջանն է, որ բաժանված եք, ենթագիտակցորեն իմանալով, որ վերադարձը լինելու է, դու կանոնով մեկա չափում ես քո կյանքը այն մտկով, որ իսկ ինքը ինչ կասեր, իսկ իրան դուր կգար, թե դուր չեր գա էսի մարածը, ինքը ինչ գնահատական կտար էսի մարածին, հասկանում ես, այդ ոնց որ կարևորագույն անձը քո կյանքի ինքը միշտ քո հետ է, քո գլխում է, քո ներքին գնահատականի տեսքով է։ Այդ նարցիսների հետ հարաբերությունները մելա դեն, բայց եթե փոխկախյալի դեպքում երկրորդն էլ է նույն վիճակում, երկրորդն էլ է նույն վիճակում, նարցիստիկ խանգարում ունեցող այդ հարաբերությունը մենակ մի կողմն է։ Այդ վիճակում ու շատ երկար է մնում այդ վիճակում, այդ հարաբերությունները կարող են ավարտվեն, երկուսն էլ կարող կառուցեն իրանց առողջ հարաբերությունները միգուցե կամ նարցիսը հիմնականում անառողջ հարաբերությունն է։ Այն մի հոգին, չգիտեմ, առողջ կամ անառողջ, բայց միևնույնն է, մի անգամ եթե դու այդ կախվածության մեջ լինում ես նարցիսից, հա, այդ վալիդացիայի այդ քո ասած շատ լավ ասացիր կանոնով դրած որ չափում ես այս story-ից ինչ կասեր, այս հագուստից ինչ կասեր, կյանքի կենսական կարևորության այս որոշմանը երկիր փոխելուն, աշխատանք փոխելուն, երրորդին, 10-րդին ինչ կասեր, հա, այդ եթե դեմը չառնես ամբողջ կյանքում զրնգում է ականջի մեջ ուղեղումը, շատ սարսափելի բան է։ Ու նաև գիտես տեղ խնդիրը ինչու՞մ է, որ էլի ելնելով ներքին ոչ այդքան առողջ process-ներից, այդ մարդը իրոք քեզ հերիք է։ Դու կարող ես այդ ընթացքում, որովհետև ես այս բացնամակի շրջանակներում էլ են քննարկել, բայց ես ուզում եմ այս արտահայտությունը կրկնել, որ նարցիսը նպատակադրված հարձակվում է հենարանների վրա աշխատանքի վրա ամեն մեկինը հա եթե նկատեց օրինակ քո դեպքում որ աշխատանքն է քո հենարանը ինքը դրա վրա է հարձակվելու որ դու օրինակ չաշխատես եթե քո ընկերուհիներն են քո հենարանը ինքը դրա վրա է հարձակվելու որ դու այդ ամեն ինչը թողես իրանց կախված լինես ու իրան շատ հեշտ լինի հա որ դու կայացած ինքդ քեզնից ինչ որ բան ներկայացնող անձ չլինես փոխկախյալության մեջ դու ինքդ ես հրաժարվում մեծ սիրով այդ ամեն ինչից որովհետև քեզ ուղակի պետքա այդ մարդու ներկայությունը ու որ իր հետ ամեն ինչ լավ լինի, ինքը լինի, դուք երկուսդ լինեք, ու այդքան հերիք է, հա, այդքան հերիք է, իրոք պետք է որ լինի։ Տենց է, իրոք տենց է։
Ես քեզ ոնց որ մի անգամ եմ ասել, իմ հարաբերությունների այդ շրջանը, որը որ տարիների մասին է խոսքը, ես դժվարանալու եմ քեզ պատմեմ, բացի դրանից, էլ ինչի մասին էր իմ կյանքը այդ ընթացքում։ Ինքը հաստատ այնքան բաների մասին էր, որտեղ ես այդ ընթացքում ինչ համասարան էի սովորում, բժշկական համասարան էի սովորում, քննություններ էի հանձնում, բարդ քննություններ էի հանձնում, կորթում էր ուչեփնիկները, շատ ուրախ ու ակտիվ ուսանողական կյանք ունեի, բայց որ հիմա դու հարցնես ասենց պատմեմ քեզ, հա, ես հաստատ քեզ հիմնականում պատմելու եմ իմ այդ ինչ որ չգիտեմ էմոցիաներից, մտքերից, հիշողություններից, այդ տվայտանքների մասին։ Իմ մեջ միևնույնն է մնացել, որ սենց եթե որպես կտավ վերցնենք, այդ կտավի եթե ոչ միակ, գոնե թե հիմնական գույնը տարիների ընթացքում պատտվում էր այդ հարաբերությունների շուրջ։ Այս աղջիկը երբ սկսեց sense մետաֆորիկ խոսել, Աստված, ինչ անում, խնդրում եմ, նայեք իրան ու դասեր քաղեք, ինչ ամփոխ կախել հարաբերություն, մարդու ռեալիստ, իրոք հավատում ես, որ դա հարաբերություններից վերցրած հմտություն է։ Հմտություն չէ, հետևանք, պաբոչնի էֆեկտ։ Այն որից հայը լեզու կոնտենտի վրա ես նստածրել այդ հեչ հարաբերությունները մեջ, լավ։ Ինչ է վե։ Ես որևէ նելի չի տուժել այս ոդքասթի ընթացքում։ Հա, այնպես որ ու էլի եմ ասում, այստեղ դժվարացնում է process-ը հենց այն, որ դու հստակ քո համար հասկանում ես, որ նույնիսկ քննադատություն դժվար է ձևավորել, որտեղ օրինակ երբ որ abusive հարաբերությունների մեջ մարդուն ասում ես, դե տեսի դա միակողմանի է, այդ մարդուն պետք չի ինքը անտարբերակ ունի, այստեղ է չի անցնում։ Դե եմ ասում, դժվար է իրան որպես այդպես։ Այո, շատ դժվար։ Մի բան էլ ասեմ, ինչի է դժվար։ Մենք միշտ ասում ենք հարաբերությունները օրինակ նրա համար են, որ քեզ այդ հարաբերություններում լինի ավելի լավ, քան առանց այդ հարաբերությունների։ Ու այս շատ բան տիպիկ գնալու է կպնի փոխկախյալ հարաբերություններում գտնվող մարդու մեջ ասում դե հենա իհարկե ինձ այդ հարաբերություններում ավելի լավ է ու իհարկե դա իլյուզիա ավելի լավ է քան առանց այդ հարաբերությունների ես ճիշտ տեղում եմ այդ հարաբերությունները նախ փակում են այլ հարաբերություններ առողջն էլ մի կողմ քո հարաբերությունները հա քեզ համապատասխան հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը քո կյանքում տեղը միշտ զբաղված է կա մի հատ իդեալ քո ասած անհաս փառքի ճամփա ու կան մնացածը այդ մնացածը ինչ որ հա էլի այդ մնացած ինչ որ ձև պիտի վազեն ինչ որ չգիտեմ ասես ճանապարհ կտրեն անցնեն եւ այլն ինչ որ ձևով փորձելու հավասարվելու համար այդ իդեալին բնականաբար ոչ մեկ այդ իդեալին չի հավասարվելու որովհետեւ այն ինչ որ իդեալականացրածը դրան հաղթել անհնար է ու տենց անընդհատ պատտվում ենք երանկյան մեջ որին վերջապես եկանք հասանք Ես կարծում եմ, որ այս արտահայտությունը մեր հետևորդներին պիտի որ ծանոթ լինի, չնայած ես էլի շատ քիչ եմ տեսնում, որ հայալեզու համացանցում այս թեման քննարկվի, խոսքը YouTube-ում չենք քննարկել, բայց Instagram-ում այն սկզբերում խոսել ենք, հետո խոստալում ենք իրականում։ Խոսքը Կարպանի երանկյան մասին է, որը որ ստեղծվել է բնութագրելու համար նախ փոխկախյալություն տերմինը իրականում եկել է կախվածություն ունեցող մարդկանց հարաբերություններից ու ուսումնասիրվել է այս ամեն ինչը, երբ օրինակ հարաբերությունների մեջ են ալկոհոլից կախվածություն ունեցող մարդը ու իր ընտանիքը կամ չգիտեմ այդ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդը ու իր ընտանիքը, որովհետև այդ ընտանիքում կամ այդ հարաբերություններում, եթե նույնիսկ ընտանիք չի, միշտ կա փրկող, այո, միշտ կա զոհ, որը որ այդ օգտագործում է ու միշտ կա ագրեսիա Այսինքն ու այս երեք կողմի մեջ իրանք պատտվում են ու ես ուզում եմ դուք նկատեք, որ ձեր փոխկախյալ հարաբերություններում դերերը փոխվում են։ Չկա ակնհայտ ի տարբերություն նարցիստիկին, որտեղ նարցիսը միշտ ակնհայտ ագրեսորը ինքն է, ի տարբերություն այդ հարաբերություններին, այստեղ շատ հավեսով այդ դերերը փոխվում են ու դա էլ հենց պահում է։ Այն պահին, երբ դուք եք զոհը, դուք եք նեղացածը, ինքը գալիս է ձեզ փրկում է, ինքը մեղավոր է եւ այլն, դուք կարող եք այդ ընթացքում նաեւ ագրեսիա արտահայտել իր նկատմամբ, հետո հենց ամեն ինչը տեղն է անկնում, ինքը արխային է անկնում կոպիտ ասած, հա, ինքը ձեր ագրեսիայի ընթացքում ինքն է դառնում զոհը, դուք եք ձեզ դառնում ինչ որ sense չգիտեմ, ինքը զոհն է, դուք իրան փրկում եք անընդհատ ձեր հարաբերություններն եք փրկում
ու դուք անընդհատ այդ դերերի մեջ պտտվում եք։ Ես մեր թեման կախվածությունները չեն, հիմա բնականաբար թմրանյութերն ու ալկոհոլը չեն քննարկելու, բայց ես քանի որ Հայաստանում սա մեծագույն խնդիր է, ես ուղղակի կուզեմ նաև ուշադրությունը դարձնել բոլոր նրանց, ովքեր գուցե ապրում են կամ գտնվում են նման մարդկանց հետ հարաբերություններում։ Դա կարող է լինել քույր եղբայր, դա կարող է լինել ընտանիքի հայր, մայր, երեխա, հա, ես գիտեմ Հայաստանում ստատիստիկան ու ինչա կատարվում։ Ես խնդրում եմ նկատեք, ինչքան ռեսուրս է ձեր մոտ գնում այդ փրկիչի դերը տանելու վրա, ինչքան եք դուք ձեր կյանքը նվիրել ու ենթարկացրել ուրիշի խնդրին ու ուրիշին փրկելուն։ Դեպքեր կան իհարկե, որտեղ դա adekvat է, բայց եթե մարդն ինքն իրան չի ուզում փրկի, ու երբ ձեր ամբողջ ընտանիքը, ամբողջ ռեսուրսը, ձեր կյանքը ծառայում է կախվածության մեջ գտնվող մարդուն փրկելուն, ես ուղղակի ուզում պարտադիր նշել, որ դուք նույնպես ունեք հոգեբանական օգնության կարիք։ Ընդհանրապես կախվածությունների հետ ճիշտ աշխատանքը այդ այն ժամանակը, երբ աշխատում են եւ կախվածություն ունեցող անձի հետ եւ ընտանիքի անդամների հետ։ Ու այդ շատ կաղում է Հայաստանում իրականում։ Շատ է կաղում, որովհետեւ միշտ նման ընտանիքներում, համակարգերում, հարաբերություններում էական չի։ Եթե կա կախվածություն ունեցող մարդ, իր հետ գտնվում է փոխկախյալության մեջ ընկած կամ հայտնված կամ ձեռք բերած այդ հարաբերությունների ընթացքում մարդ, որը նույնպես, եթե ոչ ավել, հավատացեք, եթե ոչ ավել, ունի օգնության կարիք։ Այս ուղակի sense բան, թեմայից շեղում, բայց ինձ թվում է ամեն դեպքում բոլորս, եթե նույնիսկ չեն գտնվում նման մարդկանց հետ հարաբերություններում, պատկերացնում ենք մոտավորապես ինչա նշանակում հարաբերությունները անընդհատ ալկոհոլ օրինակ օգտագործող մարդու հետ, այն որ գալիս է ասում է ես պատկերացնում, նել ինձ թվում է, հենց ալկոհոլը մասնավորապես, որովհետև խմելը սոցիալապես ավելի ընդունված պրակտիկա է, քան օրինակ թմրամիջոց օգտագործելը, թմրանյութ օգտագործելը, ես ճիշտ ասած տեղ խաղալն էլ կավելացնեի, ես իրոք խաղալն էլ կավելացնեի։ Դատապարտումը, հանրային քննադատությունը բանի հանդեպ, ալկոհոլի հանդեպ շատ ավելի թեթև է, եթե առհասարակ կա, քան հանրային քննադատումն ու պարսավանքը խաղամոլության եւ թմրամիջոցների հանդեպ։ Դրա համար մարդիկ այդ խմող ամուսիններ հիմնականում ու շատ ավելի Հայաստանում շատ ավելի հազվադեպ եմ խմող կին ունեցողները, դա իրոք ավելի հազվադեպ է Հայաստանում։ Եթե մենք խոսենք Ռուսաստանի մասին, կոնկրետ ալկոհոլը, թմրամիջոցները չի ասի, բայց կոնկրետ ալկոհոլը, կոնկրետ ալկոհոլի մասն է խոսքը, երբ ամուսինը խմած գալիս է տուն, դժվար այդ գրագիտությունը սոցիումում չկա, որ տարանջատեն ուղակի խմիչք հարգող սիրող մարդուն, հարգելը ստեղ կարևոր է ալկոհոլիկից, չարաշահողից, հա, որովհետև մենք բոլորս սոցիալական տարատեսակ միջոցառումներին, առիթներին եւ այլն X չափով ներգրավում ենք ալկոհոլի օգտագործման մեջ։ Եվ բժշկական տեսանկյունից էլ ալկոհոլը ուղղինց եթե սխալ ինֆորմացիա տամ հանկարծ, բայց ալկոհոլի ինքս փոքրիկ չգիտեմ 2-3 կումը, այլ որևէ թմրամիջոցի անուն չտանք 2-3 ինչ որ չափաբաժնից անհամեմատ ավելի քիչ վնասակար է։ Դրա համար օգտագործում են բոլորը, իհարկե կան մարդիկ օրինակ Նելինով ընդհանրապես չի օգտագործում, ոչ մի բան, բացի դասագրքերից։ Բայց հիմնականում նորմալ մարդիկ օգտագործում են ալկոհոլ, ինչևէ, դա մար քիչ է, բայց ալկոհոլիզմը արդեն կախվածությունը, այն է, երբ դուք ձեր ամուսնու կամ boyfriend-ի կամ պապայի կամ եղբոր հետ գնում եք ինչ-որ տեղ, այդ մարդը չի կարողանում վերահսկի ինչքան է օգտագործում ալկոհոլ։ Ընդհանրապես ստոպ կնոպկա չկա այնտեղ։ Այդ միջոցառման ընթացքում օգտագործելուց հետո հիմնականում եթե հնարավորություն կա գնում են շարունակել օգտագործել այլ որևէ հաստատությունում, եթե չկա այդ հնարավորությունը գալիս են տուն, ալկոհոլիկների տանը երբեք չկա խմիչքի զապաս, չի մնում, հա, նորմալ մարդկանց տանը կա բառ ասված է, որ ինչ որ մի դարակ կամ հատուկ
ցանկալի է չլինի։ Չեմ կարող սա չնշել։ Կա տարատեսակ ալկոհոլներ, որոնց ես գիտեմ, մի տարի է չեմ կպել ազնությամբ, բայց կա, որտեվ գիտեմ կարող է ինչ-որ հյուր գա տունը կամ ընկերներս գան տունը, ինչ-որ մի բան ընտրենք երեկոն անցկացնել համար։ Ալկոհոլիկների տանը չկա դրանցից։ Դրա համար այդ շատ բան է, էլի, մարդիկ չեն կարողանում տարանջատեն վերջը ալկոհոլիկա, կախվածություն ունի, թե ուղղակի խմելու այդ սեր ունի։ Ես իրական ստեղելի բան կավելացնեի, ու նույնիսկ թմրանյութերի մասն էլ կավելացնեի, որովհետև հիմա ինչ-որ տենց թմրանյութերի տեսակներ կան, որ դարձել են մոդայիկ ու ինչ-որ տարբեր բացատրություններ են տալիս, ինչի է կարելի, երբ որ մարդ չի կարողam կյանքը ապրել առանց ինչ-որ կողքից օգնող բաների, որ երբ որ պիտի խմի, որ օրինակ կարողանա գնալ ծնունդ, պիտի խմի, որ կարողանա մարդկանց հետ շփվի, պիտի խմի, որ կարողանա քնի, պիտի խմի, որ կարողանա աշխատի, պիտի խմի, որ ունենա լավ տրամադրություն, չնյարդայնանա, այնտեղ, չգիտեմ, ասես լինի հաճելի եւ այլն։ Այս ամեն ինչը նույնպես ես միանշանակ կավելացնեի կախվածության մասին խոսակցությանը։ Սովորական սիգարետ ծխելն էլ։ Հա, չէ, ընդհանրապես ուզում ասեմ, կախված սահմանը, այ որ դու ասում ես ես հոգեբուժ եմ, իմ համար մի քիչ նորման ու միգուցե ուրիշ մարդկանց համար նորման այլա, ես ուղղակի հետևանքները, երբ որ այդ կախվածությունները տեսնում եմ, մի տեսակ ոնց որ ցանկություն առհասարակ ամեն ինչի նկատմամբ վերանում է, բայց իրականում հենց տենց է սկսվում։ Երբ որ շատ եթե դու ունես առավել եւս ինչ որ նախատրամադրվածություն, հոգեբանական նախատրամադրվածություն եւ այլն, սահմանը որտեղից է սկսվում ուղղակի այդ ֆանը ու հետո անցնում կախվածության, վերահսկելը շատ դժվար է։ Առավել եւս այս սահմանը հաստատ չեն անցնում 40 տարեկանում հիմնականում, հա, դա ինչ որ ավելի երիտասարդ տարիքում սկսվող բան է, երբ որ սահման վերահսկելը առհասարակ դժվար է, որտեվ քեզ թվում է դե իմ երիտասարդ ֆան կյանքն եմ ապրում, 40 տարեկան մի քիչ ռեսուրս է պետք ունենալ, էլի դրա համար առողջություն է պետք։ Իսկ 20+ տարիքում դու այդ ռեսուրսը ունես։ Ուզում եմ ասեմ վերադառնալով կախվածություններին, նման մարդկանց հետ միշտ հարաբերություններում հարազատները իրանց գոնե թե ինչ-որ մի ժամանակ մինչև բանը բանից չի անցնում, գուցե մինչև, չգիտեմ, այնտեղ հարաբերությունների ընդհատում չի լինում, զբաղվում են փրկելով։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որովհետև մեր թեման հիմա այդ փոխկախյալությունը չի, չնայած գուցե շատ մի օր ցանկալի է կախվածությունների մասնագետի հետ այս թեմաներն էլ քննարկել, որ անդամները ընտանիքի ունեն օգնության կարիք ու որ փրկել հնարավոր է միայն այն մարդուն, ով ինքն է ուզում, որ իրան փրկեն։ Փրկել հնարավոր է միայն այն մարդուն, ով ինքը հասկանում է, որ ունի փրկության կարիք։ Այդ դեպքում, հա, այդ աշխատումը, հարազատները շատ կարևոր են, հասկանալը շատ կարևոր է։ Եթե դուք տևական ժամանակ տեսնում եք, որ դիմացինը փրկության կարիք չունի, այդ պարագայում արդեն փրկության կարիք ունեք դուք։ Ու այս պատմությունները Հայաստանում էլ եմ ասում ցավոք սրտի գնալով շատանում են, այս պատմությունները արդեն գնալով սկսում են նաև վերաբերվել խաղամոլությանը։ Գնալով ո՞րն անել, այնօր նայում էի բանի խաղադրույքների ստատիստիկան վերջին 5 տարիների տարվա ընթացքում այդ քվանտային թրիչքը սարսափելի է, ուղղակի սարսափելի է ու դրան չկա որևէ վերահսկողություն։ Այո, պատճառներն էլ իրական շատ ցավալի են ու հասկանալի մեր հանրության մեջ, բայց ինչ վերադառնանք դրամային, վերադառնանք մեր այդ բար թեմաները թողնենք։ Իմջոց, եթե իրոք հետաքրքիր է, կարող եք կոմենտ թողել, ես կարծում ես կարծում եմ, որ կախվածությունների մասնագետի հետ այս թեմաները գուցե արժի քննարկել։ Իրանք հիմա կոչվում են արդեն ադիկտոլոգներ։ Կամ եթե ունենք մեր հետևորդների մարդիկ, ովքեր ազատվել են ինչ որ կախվածությունից մասնագետի հետ աշխատանքի շնորհիվ եւ կուզեն պատմել դրանից հանրային, մենք մեծ սիրով կհյուրընկալենք նաեւ այդ մարդկանց մեծ սիրով։ Նշենք, որ դեմք չենք փակելու կամ ինչ-որ բան, էս ուղղակի for the record, բայց եթե ցանկություն ունեք պատմել ձեր պատմությունը, 7 կարճամարի ուղղակի հաղորդակցություն կատակմիկով մենք միշտ պատրաստ ենք, երբեք չենք այս փոքրիկ լիրիկական զեղում, երբեք չենք ընկնում ինչ որ, չգիտեմ, հետևորդներ ունեցող հյուրեր հրավիրելու մոլուցքի հետևից, բայց ձևերը գիտենք, ուղղակի նշենք։ Քանի շեղվել ենք կլինի մի բան էլ ասեմ, մենք այս միշտ Instagram-ում ենք ասում, բայց ինձ
ինձ թվում է այդ մարդիկ մեզ YouTube-ում են նայում, ովքեր գրում են սիրելի հետևորդներ, այլ կարծիքի շրջանակներում վճարվող հյուրեր չկան։ Ինչպես նկատում եք, նույնպես մասնագետներ էլ որպես այդպեսին առանձնապես չեն գալիս մեզ հյուր, ինչ որ չգիտեմ, այնտեղ վարսահարդարից սկսած վերջացած ուսուցիչով, հա, մասնագիտությունը էական չի, այս ոդկասթը դրա մասին չի, PR-ի հարթակ չի, ոնց տեսնում եք հիմնականում այս երկու դեմքն է կադրի մեջ նստած, որոնք նույնպես չեն վճարվում դրա համար առանձնապես։ Տորեք մեր Patreon-ը, խնդրում եմ նման առաջարկներով ու ծանոթ խնդրում եմ մի խառնեք ինձ ու Հայկանին այդ հարցով դիմելու համար։ Հա, մի դրեք ձեզ եւ մեզ հատրության մեջ, բայց այնուամենայնիվ, եթե դուք ունեք այդ 2 միլիոն դրամը եւ ուզում եք գաքյուր եւ պատրաստ եք սուր քննարկման, որովհետեւ ամենայն հավանականությամբ, եթե դուք լուրջ եք ընկել եք, ես լուրջ եմ ասում։ Եթե մարդը ընկել է այն ցուցակում, որտեղ դի փոխ տա որ գա մեր մոտ, ոչ թե մեր short list-ի մեջ, հա, ըստեղ սնոբիզմ չկա։ Մենք ամեն դեպքում ունենք կրիտերիաներ, որ մարդիկ կամ համապատասխանում կամ չեն համապատասխանում։ Հիմա եթե չեն համապատասխանում, բայց ուզում են շատ են ուզում ներկա լինել այս հաղորդմանը հյուր եւ այս հարթակից բարձրաձայնել իրենց կարծիքը, խնդրեմ, դա արժի 2 միլիոն դրամ, դա նշվելու է, որ դուք կոմերցիոն հյուր եք, պարտադիր։ Մենք երբևէ չենք ներկայացնելու, որ այսօր մի հիանալի անձնավորություն, միգուցե դուք հիանալի անձնավորություն եք, բայց ամեն դեպքում ամեն ինչ լինելու է, փանցիկ, հա, հոգեբան տարոլոգ, գինեկոլոգ, պրոթեզիստ։ Ամեն ինչ լինելու է թափանցիկ, եթե ունեք ցանկություն, սակայն իմացա գրեք խնդրում եմ։ Վերադառնալով դրամատիկ հարաբերություններին, ինձ թվում է փոխկախյալությունը արժի քննարկել նաև այլ հարաբերությունների կոնտեքստում։ Ես հենց այդտեղ էի ուզում ասել, որ նշեցիր, որ կախվածություն ունեցող անձանց ընտանիքի անդամները հայտնում են այդ փրկչի դերում, ես քեզ ասեմ ոչ միայն կախվածություն ունեցող։ Համաձայն եմ, այո։ Որովհետև մեր հայկական ընտանիքներում այդ երեխային X տարիքում չափահասության շեմը հատելուց հետո եւ այլևս սեռահասում տարիքում լինելու բարագայում դժվար են բաց թողում կամ բաց չեն թողնում։ Ու ես շատ գիտեմ դեպքեր, երբ հասուն մարդիկ ծնողների հոգացության ներքո են ապրում։ Կներես տեղ ընդհատում եմ։ Ոչ միայն փրկիչի մասին է այստեղ նաև խոսքը, ինձ թվում է դու իմ հետ համաձայն ես, որ հայ ընտանիքներում նաև դրաման ու զոհը լինել զոհ, անընդհատ մեղք, անընդհատ ինչ-որ sense խնդիրների մեջ նույնպես շատ գեղեցիկ ազգային սովորույթ է։ Բացի այդ, հասկանաս, այն մամաները, ովքեր տես փրկում են իրանց զավակներին, ինչ որ պահին այսենց հոզոր ներողություն ստոլբա, ինչ որ պահին այսենց փոխակերպվում են ագրեսորի, որ դե ինչքան կարելի է ես այսքան անում եմ եւ այլն, ու հետո մտնում են զոհի կարգավիճակի մեջ։ Ես քո համար այդքան ամեն ինչ անում եմ, իսկ դու անշնորհակալ ես չես գնահատում, այսինքն մի հոգին այդ կարպունի երանգինին վերցնում է ինքն իր վրա ու այսենց հոչի պտտում, ստեղ ուրիշ բան կա։ Այդ բան էլ ասեմ, ընդհատիչել եմ։ Գրականություն կա, որտեղ փրկիչը նաև կոչվում է հետապնդող преследователь։ Ու ինձ թվում է այս process-ի մասին շատ այդ process-ի մասին է, որ դու անընդհատ մեկին ուզում ես հասնես, իրան փրկես, իր հետևից գնում ես, որ իրան անպայման փրկես։ Նայ, երբ Նելին ակնաբույժ էր, ինձ առանձնապես չէր հետաքրքրում մասնաբուժական նոր տերմինոլոգիային տիրապետել, իսկ այժմ անհամեմատ ավելի հաճելի է, շնորհակալություն պետական բժշկական համալսարանին։ Anyway, շատ ճիշտ ես ասում, բայց այդտեղ ուրիշ բան էլ կա այդ փոխկախյալ հարաբերությունների մեջ, այդ շատ ավանդական հայկական եռանկյունին է հարս կիսուր եւ տղա։ Միանշանակ։ Այդ sense աղջիկ երեխա, տղա երեխա, մամա, պապա։ Այո, իդեալականագույն, եթե նման բառ կա, բնականաբար չկա, բայց հիանալի ներկայացնում է այդ սցենարը, ոնց են այդ հարս կեսուր զավակ հարաբերությունների մեջ, սենց սիրում, պտտվում այդ զոհ ագրեսոր ու հետապնդող կամ փրկիչ կոնցեպտները, որ արդյունքում ոչ կարողանում են սեպարացվեն այդ զույգը, որովհետև դա առանց մամայի տղային անհնար, առանց տղայի էլ մամային անհնար, այնտեղ արանքում հարսը փորձում է իր ամուսնուն փրկի, չի ստացվում, մտնում է խորը ագրեսիայի մեջ, էլի չի ստացվում, մտնում է խորը դրամայի եւ զոհի կարգավիճակում, բայց մեկը չի ստացվում, որովհետև մաման ու տղան առանց իրար չեն կարողանում։ Դրա անունն էլ իմանաք էլի ինչի է այտենց հերթական փոխկախյալ հարաբերության օրինակը։ Ես այս ծնողների հետ փոխկախյալության մասին պիտի ասեմ, չեմ կարող չասեմ։ Скажи слово նշված։
Սիրելի հետևորդներ, շատ հաճախ, երբ մենք սերտաճում ենք մեր ծնողների դրամային, իրականում նախ արժի հասկանալ այդ դրաման ինչի մասին է ու ինքը իրականա թե չէ։ Ես վատ եմ, որովհետև վատ եմ, ամեն ինչ վատ է, որովհետև ամեն ինչ վատ է, թե իրոք կան ինչ-որ պատճառներ ու խնդիրներ։ Ես վատ եմ ու ունեմ կարիք, որ ինչ-որ մեկը անընդհատ գա ինձ հարցնի, ես վատ եմ, ոնց պիտի լավ լինեմ, զբաղվի ինձնով, ինչ-որ դրանով ես ուշադրություն եմ գրավում։ Ես մտել եմ որպես հասուն մարդ մանկական պոզիցիայի մեջ ու մտածում եմ, որ ինձ պիտի պահեն, ինձ պիտի հոգ տանեն, ես իմ 45+ տարիքում ոչ մի բանի ի վիճակի չեմ ինքնուրույն ու իմ մասին պիտի հոգ տանեն, նույնիսկ 50+ տարիքի մասին, եթե բնականաբար առողջական խնդիրներ չկան։ Մի հատ փորձեք կշռադատել այդ դրամայում փրկիչի դերեք, դուք անընդհատ ձեր ծնողին փրկում եք, որ ինքը մենակ չմնա, անտրամադիր չլինի, ոչ մի բանից չնեղվի, որ ապրի այն երջանիկ կյանքը, որը որ չի ապրել մինչև ձեր մեծանալը, դուք ձեր ամբողջ կյանքը ծառայեցնում եք իրան, իր տրամադրությանը, ինչի։ Դրան կան պատճառներ, ձեզ փոքրուց ասել են, որ ձևը տենց է ու ձեր դերը էտա լինելու ձեր ընտանիքում, դուք չեք կարողանում դուրս գալ ձեր փոխկախյալությունից ձեր ծնողի հետ, ձեզ թույլ չեն տալիս դուրս գալ, ձեզ թույլ չեն տալիս ամեն անգամ ինչ-որ դրամայի բան բարձրացնելով, հա, սա շատ ակնհայտ երևացող process-ներ են շատ ընտանիքներում, որտեղ երեխային թույլ չեն տալիս, որ ինքը մեծանա, ինքնուրույնանա, չեն թույլ տալիս ապրել իր երջանիկ կյանքը, որովհետև հետո այդ երեխային մանիպուլացնելը շատ դժվար է լինելու, որովհետև այդ պահից ինքը դադարում է երեխա լինել։ Հետո, հա, այդ ծնողը մնում է տետատետ իր դրամայի հետ։ Այո, ոչ մեկի վզին չի կարողանում ապրել այդ դրաման։ Ընդհանրապես հոգեբանության մեջ տենց արտահայտություն կա, մարդուն վերադարձնել իր պատասխանատվությունը, ու երբ որ պատասխանատվությունը վերցնող չկա, ինչ որ մեկը վերջապես պիտի այդ պատասխանատվությունը վերցնի։ Ու դա ինքն է։ Ու դա ինքն է ուզի լինելու, ընդհանրապես այս էլի եմ ասում, մի բանա լավ հարաբերությունները իր ծնողների հետ, մի բանա, չգիտեմ, կապվածությունը, շատ ջերմ հարաբերություններ, մտերիմ հարաբերություններ, ոչ մի կերպ հարցականի տակ չենք դնում, պատասխանատվությունը ծնողների առաջ, դա էլ մի ուրիշ բանա լինել սերտաճած դրամային ու լինել անընդհատ այդ ընտանիքում փրկիչը։ Այո։ Ես չեմ կարող առանձնանալ, որովհետև եթե ես առանձնանամ, մաման ու պապան անդադ կկռվեն, ես պիտի տունը լինեմ, որ իրանց բարի շփվեն։ Պապան մամային կվնասի։ Պապան մամային կվնասի, ես չեմ կարող երկար ժամանակ թողնել գնալ, ասենք, չգիտեմ, արտասահմանում սովորելու, որովհետև մաման առանց ինձ չի կարող, ինքը նույնիսկ կոմունալ չի կարողանում վճարի ինքնուրույն, տաքսի չի կարողանում կանչի, ես պիտի այդ տաքսին կանչեմ։ Հա, այս ամեն ինչը դուք շատ ասենց սիրուն, թոթոլ, լավ արտահայտված փրկիչի դերի մեջ եք, որից քայլ առ քայլ կարող եք հետ կանգնել, բնականաբար էլի ուսումնասիրելով ձեր process-ները, ինչու եք այդտեղ հայտնվել։ Այստեղ շատ էական բառ է այդ քայլ առ քայլը չեմ ուզում ուղղակի որպես խոսքի մաստի դարձվի, որովհետև այս բառանգայում իրոք դա փոքրիկ քայլերով է, որովհետև ոչ միայն ծնողն է այդտեղ ինչ որ կրկնակի դրամաներ սարքում։ Քեզ էլ է քո փրկիչի դերը դուրս։ Իհարկե, որովհետև կշիռը քո կարևորության, մեր կարևորության չաբստրակտվենք, հա, այդ տման իրավիճակներում մեր կարևորության կշիռը շատ բարձր է ու դա շատ հաճելի է այդ հոգեկառուցվածքով մարդուն, աննկարագրելի հաճելի է լինել կարևոր։ Մենք հիմա խոսենք նաև աշխատանքային փոխկախյալության մասին, աշխատանքային հարաբերությունների, այդ ավելի արտահայտված է նաև այնտեղ, բայց այդ կարևորության զգացողությունը մեզ էլ թույլ չի տալիս ինչ որ կտրուկ քայլեր ձեռնարկելու, բայց վստահեցնում եմ, որ հնարավոր չի իսկապես երջանիկ ապրել այն պարադիգմում, երբ դուք այդ փոխկախյալ վիճակի մեջ եք, անկախ նրանից ում հետ եք։ Անհնար է այդտեղ երջանիկ լինել, այդտեղ կա բավարարվածություն, ինչ որ process-ների արդյունքում կարճաժամկետ, բայց դա որևէ կերպ չի կարելի անվանել երջանկություն, հենց որ փոքր քայլերը այստեղ շատ էական են։ Ինչ որ փոքր քայլեր
մեծ արդյունքներ ու մեծ ապագա ունենալու համժող մետաֆորիկ։ Ես մի բան էլ ասեմ, մեզ շատ հաճախ հարցնում են, իսկ որն է այս ամեն ինչի լուծումը։ Տեսեք հարգելի սիրելիներ, այն ամեն ինչի լուծումը, ինչը որ հնարավոր է քննարկել 1 ժամանոց ոդկասթային ֆորմատի, նշեմ, որ մենք բան չենք, Discovery հաղորդում հաղորդման շրջանակներ մենք միշտ նշում ենք, բայց կան խնդիրներ, որոնք եթե ձեր հետ տարիներով են, ես նշեմ, որ վերադառնամ դրամատիկ ռոմանտիկ հարաբերություններին փոխկախելության, եթե այդ խնդիրները ձեր հետ տարիներով են, դուք չեք կարող, տենց չի լինում, որ վաղ առավոտը մեզ կլսեք ու գիրք կկարդաք ու վաղ առավոտը կզարթնեք ու մեկ էլ կգա գիտակցումը, ինչ պիտի ես հիմա այստեղ անեմ։ Ամենեն հավանականությամբ այս հարցերը, թե նարցիսների հետ, թե փոխկախելության մեջ, թե ցանկացած այլ խնդրի մեջ, որը որ պերֆեկցիոնիզմի, հիպերկոնտրոլի էական չի։ Եթե դա ձեր հետ տարիներ է, ձեզ տարիներ նաև պահանջվելու է դրանից ազատվել։ Գիտակցելը, օրինակ, որ մենք հիմա խոսում ենք, մենք էլի ասեմ highlight ենք անում խնդիրը, որպեսզի մարդիկ, ովքեր չեն տեսնում խնդիր, որևէ սկսեն այլ անկյան տակ դիտարկել այդ ամեն ինչը, հա։ Բայց հասկանալը քիչ է։ Դրա համար մարդիկ տարիներով գտնվում են ինչ որ թերապևտիկ process-ի մեջ, որովհետև եթե տենց հեշտ լիներ, տենց բոլորս կհասկանայինք ու բոլորի հարցերը, որովհետև հասկանալու հետ հիմնականում մարդիկ խնդիր չունեն։ Ամեն դեպքում նույնիսկ եթե ինքնուրույն էլ ինչ որ բան չես հասկացել, երբ որ քեզ հասկացնում են, այդ պահին հաստատ կարողանում ես հասկանալ։ Մարդիկ ովքեր հասկանալու այդ խնդիր ունեն, ճանաչում ենք այդպեսիքին, բայց նորմալ մարդկանց մասին է խոսքը adekvat։ Հա, հասկանալը միգուցե օրինակ իմ process-ը, ես ամի անգամ եմ ասել, սկսվել է միանշանակ հասկանալուց։ Իմն էլ։ Գիտակցելուց, որ ոչ թե այս ինչ որ նորմալ է, գեր ռոմանտիկ եւ իդեալական հարաբերություններ են, այստեղ նորմալ չի ամեն ինչը։ Ու հա դա միանշանակ սկիզբ էր շատ process-ների, հա, գոնե թե այն մտքից ես հրաժարվում, որ դուք աշխարհի ամենառոմանտիկ զույգն եք եւ ամենաօրիգինալ հարաբերությունները, որ ունեք ձեր մոտ են, դա օգնում է։ Բայց ինչ անել հետո, որ նախ դու անդադ չվերադառնաս լավ այդ մարդու հետ, չէ, ուրիշ մարդու հետ, եթե դու ունես պոտենցիալ հայտնվելու տեղ, նորից կրկնեմ, սա վերաբերում է թե նարցիսներին, թե փոխկախյալին, դու անընդհատ այդ պոտենցիալը ունես։ Այո։ Ու հասկանալ քո պատճառները, քո այդ մեխանիզմները ոնց են աշխատում, որ դու այնտեղ հայտնվում ես, դա ամենակարևորն է։ Իսկ սա ինդիվիդուալ է լինելու։ Հայկանը ունենալու է ինչ որ իր ուրիշ պատճառները, ես ունենալու եմ իմ լրիվ ուրիշ պատճառները։ Հայկանին պահանջվելու է լրիվ ուրիշ տիպի աշխատանք իր պատճառների հետ, ինձ պահանջվելու է լրիվ ուրիշ տիպի աշխատանք։ Այնպես որ ռեֆլեքսիա вам в помощь։ Հա։ Իրականում այդ ու թերապիա մեզ շատ են գրում, ինչ որ լավաշ նամակ, հա։ Բայց ինչ ու վերջում ինչ անեմ։ Ու դու կարդում ես, հասկանում ես, որ շատ հաճախ նաև նամակներ են, որոնք նման են քո կյանքի պատմությանը, ու դու հասկանում ես, որ դու չես կարող նույնիսկ 10 ձայնային հաղորդագրության չես կարող միանշանակ 4 տարվա թերապիան տեղավորել մի քանի ձայնայինի մեջ, դա բացարձակ անհնար է։ Իրոք անհնար է, ու մենք սա չենք չափազանցնում։ Դրա համար կան մասնագետներ, մատով ցույց տանք, ովքեր այդ մի սեանսի հարցում չեն լուծելու ձեր խնդիրը, 2 սեանսի հարցում նույնպես չեն լուծելու ձեր խնդիրը, 2 ամսում ամենայն հավանականությամբ կրկին չեն լուծելու ձեր խնդիրը ու առհասարակ իրանք չեն լուծում ձեր խնդիրը, դուք եք լուծում ձեր խնդիրը իրենց մասնագիտական օգնությամբ, այս իլյուզիան էլ մի պահ անդրադառնանք, դուրս ասում են դուք կլուծեք իմ խնդիրը, որտեվ Նելին շատ հաճախ գրում են նաև մեր էջում, իսկ մեր էջում ես նույնպես Նելին ես վերջերս տվել լոգին պարոլը ես էլ չի օգնում մասնագետ, չի լուծում ձեր խնդիրը, դուք եք լուծում ձեր խնդիրը այսպիսի հիանալի մասնագետների օգնությամբ։ Ոստեղ մի փոքր անդրադարձ ուզում եմ նաև անել աշխատանքային ընկերության մեջ փոխկախելություն իրական։ Հա, միանշանակ, բայց աշխատանքայինում անդրադարձը շատ կարճ է լինելու։ Այդ բանկը շատ հաճախ եմ լսում։ Ես ուզում եմ դուրս կամ գործից, բայց տնօրենս նենց լովն է։
ու հիմա դժվարությունների մեջ հա ապրես, հա։ Անենց բանը խիղճը չի տալիս դուրս ինքը ինձ միշտ լավ է վերաբերել։ Ու սուտ չի, իրոք։ Չէ, բացարձակ սուտ չի, ու սենց ինչ որ այդ գալիս է, մենք ընտանիք ենք աշխատանքի վայրում, ծայրահեղ տոքսիկ արտահայտություն է, հիմա միգուցե պամիդորներ թռնեն իմ ուղղությամբ, որովհետև այո, մարդիկ կոնսերտանց հավատում են այդ աշխատանքային/ընտանիք կարգավիճակին, բայց դա շատ տոքսիկ է, ընտանիքը աշխատանքը, ընկերներ են։ Լավագույն բանը, որ հնարավոր է պատահի աշխատանքի վայրում, դա նա, որ ձեր գործընկերների հետ տևական ժամանակ շփվելուց հետո այդ sense չի լինում։ Ընկերանաք նաև։ Այդ լավագույն outcome-ն է մարդկային հարաբերությունների աշխատանքային միջավայրում, այդ մաքսիմումն է, որ կարելի է թույլ տալ, որ տեղի ունենա։ Բայց այդ մենք ընտանիք ենք եւ մենք իրար համար այսպես Okay, ես տեղ չեմ ուզում թվամ ինչ որ ծայրահեղ հաշվարկային բան, թեպետ աշխատանքը ինքը հաշվարկ է, ես տալիս եմ ու ես ստանում եմ սկզբունքով, ինչքան եմ ես տալիս ու ինչքան եմ ստանում, այդ շատ էական է։ Cancel channel-ով մարդկային ֆակտորը իհարկե կարելի է լինել մարդ այդ ամեն ինչի մեջ, բայց այդ չի նշանակում թույլ տալ, որ ձեզ շահագործեն, մանիպուլացնեն եւ մտնել այդ ես կփրկեմ այս մարդկանց, այս միջավայրը, չէ, այդ միջավայրը կամ ձերն է, կամ ձերը չէ։ Եթե զգում եք, որ ձերը չի, կա երկու տարբերակ՝ մնալ այնքան մինչև այլընտրանք գտնեք, եթե այդ այլընտրանք գտնելը կրիտիկական կարևորություն չունի, դուրս գաք մինչև այլընտրանք գտնեք, որովհետև դուք մեկ հոգով, մեկ միավոր անձնավորությամբ չեք կարող փոխել կոլեգիալ տրամադրություն եւ տրամադրվածություն։ Ուղղիր ինձ եթե սխալում եմ։ Շատ համամիտ եմ։ Գիտես, աշխատանքի ֆիգուրայի հետ էլ է լինում փոխանցում հարաբերությունների, որ մարդիկ իրոք կախված են իրենց աշխատանքից հոգեբանորեն, հա, ու դա միակ հարաբերությունն է իրանց կյանքում, որը կա, դա աշխատանքի հետ է, բայց գուցե գիտես, այս լավ թեմա է մի օր առանձին քննարկելու համար։ Որտեվ նորից նշեմ, հարգելի սիրելիներ, եթե դուք ունեք պոտենցիալ հայտնվել փոխկախյալության մեջ, դուք ամենայն հավանականությամբ դա կիրառելու եք ձեր կյանքի բոլոր ասպարեզներում։ Այո։ Ինչպես նաև ընկերության։ Մենք ընկերությունը քննարկել ենք ու ասել ենք ընկերության էպիզոդում, որ այն ամեն ինչը որ վերաբերում է ռոմանտիկ հարաբերություններին, այն խնդիրները, որոնք կան ռոմանտիկ հարաբերություններում, լրիվ նույն խնդիրները լինում են նաև ընկերության մեջ։ Այո։ Այդ մենք գնում ենք ամենտեղ իրար հետ, որ, չգիտեմ, ինքը իր մյուս ընկերուհու հետ տեղ գնա, ես նեղանում եմ, մինչև իմ ընկերուհին ինձ չասի, մինչև հետս չգա խանութ ու չհաստատի իմ, չգիտեմ, outfit-ը, ես չեմ առնի։ Իրա կարծիքը ամենակարևորն է առաջին իրա հետ պիտի ընկերոջս ծանոթացնեմ կամ եթե իրանց հարաբերությունները վատն են, ես չեմ կարող այդ հարաբերությունների մեջ լինեմ եւ նմանատիպ բոլոր արտահայտությունները, որոնք պատտվում են նրա շուրջ, որ կա ինչ-որ գերկարևոր անձ ձեր կյանքում, ում դերը անփոխարինելի է եւ ում տեղը անփոխարինելի է, նույնպես ենթակա է քննարկման։ Օրինակ, ինձ ու Հայկանին շատ հաճախ գրում են նամակներ, որից թվում է թե որ մարդիկ մտածում են, որ մենք փոխկախյալության մեջ ենք, ինչ էին մեզ գրել, կհիշես են մի որ էպիզոդ տակեր են, որ հարգելիս ձեր ընկեր։ Ես վերջին էպիզոդներում էր, որ ասեցի մեր բան ընկերությունը չի հիմնված այս պրոյեկտի վրա, այլ պրոյեկտն է հիմնված մեր ընկերության վրա, մեկ միավոր տիկին, այսպես մտել էր մեր կոմենտները, ու գիտեք ինչ, այսպես ոնց ասեմ, ես այդքան վստահ իմ ազգանունը չեմ արտաբերում, ոնց որ ինքը այդ կոմենտներ փորագրել YouTube-ում, հարգելիս ու այնքան ատելություն, տոքսիկություն, զզվանք, հակակրանք ու սենց լիքված բան կար այդ հարգելիսի մեջ, որ սենց չեր ուզում դալ շնկարտել։ Ձեր պրոյեկտը փակվի, ձեր ընկերությունը։ То есть ինքը համ բան, պրոյեկտն էլ ցանկացավ փակվի, համ ընկերությունն էլ վերջացավ, համ վստահ էր, որ պրոյեկտը փակվելու է։ Վերջում մնում էր գրեր թողեմ ձեզ, բայց այդ հարգելիսի մեջ էտել էր ներառված։ Հարգելիս, եթե դուք մեզ լսում եք, դուք սխալվում եք։ Ուզում ասեմ, որ կրկին կողքից մի դատեք հարաբերությունների մասին մարդկանց, ոնց Հայկանը ասել էր նախորդ էպիզոդում, տեսնում եք ուղիղ այնքան, ինչքան ուզում ենք, որ տեսնեք։ Այո։ Ես էլ ասելու բան չունեմ այս թեմայի շուրջ։ Իսկ իրականում այստեղ շատ լավ թեմաներ դուրս եկան կախվածությունների, հա, խնդրում եմ, մենք ինչ անում ենք, ձեր համար ենք անում։ Դրա համար շատ զարմանում ենք, որ դուք դեռ մեր Patreon-ը չեք, այդ մեկ։ Երկրորդ
գրեք, առաջարկեք թեմաներ, մենք շատ բաց ենք մեր լսարանի, մասնապես լոյալ լսարանի առաջարկներին, եթե լինեն թեմաներ, որ մեր շրջանակում լինի, որտեղ հասկանում եք, թեմաներ շատ կան։ Բայց մի տեսակ ես էս բարի հայերեն բառը չգիտեմ, բայց վսկչկայություն է լինում ամեն ինչից խոսելը։ Ահա։ Ապրես Արանջան, շնորհակալություն, դուրս սպրծուկություն է լինում ամեն ինչից խոսելը ու խոսելը վստահ։ Մենք խոսում ենք նրանից, ինչը գիտենք։ Մենք խոսում ենք նրանից, ինչը հիմնականում ապրել ենք, վերապրել ենք, անցել ենք այդ ամեն ինչի միջով, տվել ենք դրան լուծում, երկարատև, խորքային եւ այլն, դրա համար խոսում ենք։ Կներես էլի նորից ընդհատեմ։ Ես օրինակ Հայկանին առաջարկում էի, Հայկանն էլ ինձ էր առաջարկում բարբերաբար քննարկել բուլինգը։ Ու մենք մտածում ենք այսօր քննարկել բուլինգը։ Ու ես հիմա բացի Instagram-ից, ես YouTube-ով էլ կուզեմ ասեմ, քանի որ սեղանի շուրջ ոչ մի միավոր մարդ չի գտնվում, ով ենթարկվել է բուլինգի կամ ենթարկել է բուլինգի, մենք ախորս եմ տուն ենթարկել մենակ։ Մենք այդ ես դա էլ չէ, այդ փորձն էլ չեմ ունեցել։ Մենք այդ երկար քննարկեցինք ես ու Հայկանը, մեկա չգտանք նման էպիզոդներ մեր կյանքում, adekvat չի մի ժամ մեր նստել քննարկելը, տեսական ինչ որ բան։ Կան թեմաներ, որոնք պիտի քննարկվեն կոնկրետ մարդու օրինակի վրա, ով դրա միջով անցել է։ Այնպես որ կրկին ութութ նաև բուլինգի թեմայով, եթե կլինեն ցանկացողները թեմայով խոսել։ Էլի բաց դեմքով չենք փակելու, բայց եթե կան մարդիկ, ովքեր ունեն կյանքի պատմություն մեր թեմաներին առնչվող, ամենայն անկեղծությամբ բնավ էական չի, դուք հանրային մարդ եք, հանրային մարդ չեք, ունեք Instagram-ի account, չունեք Instagram-ի account, ունեք բարձրագույն կրթություն, չունեք բարձրագույն կրթություն, ոչ մի բան էական չի։ Եթե ունեք պատմություն, որի մեջով անցել եք, հաղթարել եք ու կուզեք տեղյակ պահել հանրությանը, որպեսզի միգուցե մեկ միավոր անձնավորություն լսի եւ օգնի իրան, մեր հարթակը նաեւ ձերն է, համեցեք։ Ոնց որ խոսեցինք նաև Patreon-ը ընթացքում իբր թե տենց բան արեցինք, բայց միացեք էլի լինքը նկարագրության մեջ կգտնեք։ Բաժանորդագրվեք անպայման։ Այս կոնտենտը ջրվում է, եթե դուք բաժանորդագրված չեք նայում, ամեն բան ինչ լսել եք, համարեք, որ չի ազդելու ձեր վրա, եթե դուք բաժանորդագրված չեք։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր հաղորդման նկարագրության բաժնում կա մի ֆանտաստիկ հղում։ Չէ, կան մի քանի ֆանտաստիկ հղումներ, ոնց որ Patreon-ը ասեցինք, դե Easy Wallet-ը parza ներբեռնելու համար միշտ այնտեղ կարող եք ներբեռնել եւ օգտվել 1000-ից ավել վճարատեսակներից, բայց եւս երրորդ հղումը այս հաղորդման շրջանակում ավելացել է, որը իրենից ներկայացնում է ֆինանսական գրագիտություն դասընթացի մանրամասները, որը կազմակերպվել է EasyPay-ի հովանավորությամբ ֆինանսական եւ Armenian Code Academy եւ տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի կողմից, ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, այս կատակ չի ուղակի գովազդային ինտեգրացիա չի, որովհետեւ ցանկացած գումար վաստակող մարդ պետք է ունենա ֆինանսական գրագիտություն։ Ու սկզբից ուզում եմ ասել անկախ գումարի չափից, մեր սերունդը հասարակություն, բայց մեր սերունդը հաստատ չունի։ Այո, ու դա վկայում են 18 տարեկան երեխեքը iPhone 16 Pro Max-երով, որոնք վարկով են վերցնում զուտ, որ ունենան iPhone 16 Pro Max, քննադատություն չի, ուղղակի գրանցվեք այս դասընթացին, գնացեք ու կհասկանաք ինչի հենց այս օրինակը բերեցինք պայմանական։ Տենց մանրամասները կգտնեք հղումով, որպեսզի որևէ սխալ ինֆորմացիա ձեզ չտանք։ Կհանդիպենք, հիշեցնենք, որ մենք ունենք խաղարկություն, կոմենտներում թողեք ձեր պատմությունը կամ ձեր կարծիքը, արդյոք երբևէ ձեր կյանքի ընթացքում նկատել եք, որ դուք գտնվում եք փրկչի կամ զոհի դերում, ցանկացած հարաբերություններում, կամ ոչ թե գտնվում եք, այլ ձեզ դրել եք զոհի կարգավիճակում, ինչպես եք դուրս եկել, ինչ պատճառով եք ըստ ձեզ այնտեղ հայտնվել։ Հաղթողին կընտրենք 2 շաբաթից, հաղթողը շահելու է մեր հովանավորի կողմից 10,000 easy coin, որը համապատասխան է 10,000 դրամի։ Դրա համար ենք ասում այն առաջի հղումով easy wallet համեն դեպքում ներբեռնեք, որտեղ ձեր easy wallet-ին է, մինչև այդ վերիֆիկացիա բան անցեք այս 2 շաբաթվա ընթացքում, որ արագ լինի այդ դրամական փոխանցումը։ Այսօր այսքանը։ Bye.